Բարև ձեզ իմ շատ սիրելի հետևորդներ։ Այսօր ուզում եմ ձեզ համար պատրաստել հավի թևիկներ։ Ուրեմն հավի թևիկներ պատրաստելու համար մեզ հարկավոր է թևիկներ իհարկե, կաթ, կոճապղպեղ, սխտոր, լիմոն, լիմոնի հյութն է մեզ հարկավոր, սոյայի սոուս, հավի համեմունքներ, եթե ունեք ավելի նախընտրած համեմունք, խնդրում եմ ավելացրեք։ Կարմիր պղպեղ, եթե կուզեք մի փոքր կծու արեք, որովհետև հավի թևիկները կծու են համել։ Աղը իհարկե շատ քիչ ենք անելու, որովհետև սոյայի սոուս ունենք եւ կանաչ սոխ է մեզ հարկավոր համեմելու համար։ Այս բոլորը համեմելու համար են։ Ուրեմն առաջին հերթին մեզ հարկավոր է հավի թևիկները կտրվածքներ անել, որպեսզի ավելի հյութը, ամբողջ այդ համեմունքների համը շատ լավ գնա մսի մեջ, ուրեմն այսպիսի կտրվածքներ ենք անում։ Եվ ավելացնում ենք այսպիսի մեծ ամանի մեջ, որպեսզի կաթով մենք պիտի թրջենք, այսինքն կաթի մեջ պիտի թողենք թևիկները, որպեսզի ավելի համեղ, գիտենք, որ կաթը միսը շատ համեղ, մսին շատ համեղ համ է տալիս եւ շատ նուրբ է լինում միսը։ Եվ հետո կաթը կտրում է բոլոր մսի հոտը ու այսպես պիկանտնի համ է տալիս, հրաշալի համ է տալիս, այսպես շարունակում ենք։ Ուրեմն ես ավարտեցի արդեն, տեսեք այսպիսի կտրվածքներ ենք անում։ Ուրեմն կտրելուց հետո ավելացնում ենք կաթը, այնպես որ հավի թևիկները ծածկի։ Մի փոքր այսպես խառնում ենք, հավի թևիկները 20 րոպե կաթի մեջ են, հիմա մենք լվանալու ենք հոսող ջրի տակ մի փոքր այսպես ու խոհանոցային թղթյա սրբիչով սրբելու ենք։ Սառը ջրով ենք մի փոքր այսպես լվանալու։ Այսպիսի կտրվածքներ ենք անում։ Ուրեմն շատ լավ չորացնելու ենք խոհանոցային սրբիչով, թղթյա եւ արդեն որպեսզի համեմունքները արդեն լցնենք, համեմենք թևիկները։ Ուրեմն համեմում ենք հիմա թևիկները, ավելացնում ենք, տեսեք այսպիսի կտորների վերացած կոճապղպեղը, որպեսզի մեծ-մեծ եմ կտրտում, որպեսզի հետո շատ հանգիստ ջոկենք, որովհետև մեզ պետք չեն այլևս հետո դառնալու։ Սխտորը 2,5 եմ անում, տեսեք, այսպես, շատ մանր պետք չէ կտրտել, միևնույն է համը տալու է։
ինձ մոտ մանր է սխտորը, այդ պատճառով ես 5-6 հատիկ եմ վերցրել։ Հետո ջոկելու ենք ամբողջովին։ Այսպես, ուրեմն ավելացնում ենք սոյայի սոուսը, կարմիր մի փոքր կծու պղպեղը, եթե կծու չեք սիրում, կարող եք ուղղակի քաղցր պղպեղ անել։ Ձեր սիրելի հավի համեմունքները կամ յուրաքանչյուր համեմունք, որը որ դուք նախընտրում եք։ Ինձ մոտ իտալական հավի համար նախատեսված համեմունք է։ Եվ մի փոքր աղ, շատ քիչ, որովհետև սոյայի սոուս ունենք։ Ավելացնում ենք կանաչ սոխը, նույնպես տեսեք մեծ եմ կտրտել, որպեսզի հետո ջոկենք։ Այսպես։ Եվ լիմոնի հյութ է մեզ հարկավոր։ Գիտենք, որ լիմոնի հյութը բոլոր ուտեստներին մի տեսակ յուրահատուկ համ է տալիս։ Ինձ մոտ 2 կիլոգրամ հավի թևիկներ են, այդ պատճառով ես ամբողջական լիմոնի հյութը կվերցնեմ։ Եթե քիչ է ձեզ մոտ, կեսը բավական է։ Այսպես։ Եվ խառնում ենք իհարկե, շատ լավ։ Այնքան ենք խառնելու, որ համեմունքները ամբողջովին տարածվեն բոլոր թևիկների վրա։ Ավարտեցի ես արդեն, հիմա ծածկելու ենք բերանը անպայման ու դնելու ենք մի սառը տեղ 1 ժամ պիտի համենվի։ Եթե կուզեք երկար համենվի, թողեք որքան կուզեք։ Հետևորդներ արդեն մոտ ժամուկես անցել է։ Հիմա ես ջոկելու եմ սոխը, սխտորը և կոճապղպեղը։ Ինձ մոտ 2 կիլոգրամ է, այդ պատճառով ես 3 գթալ օսլա եմ ավելացնելու, ինձ մոտ եգիպտացորենի օսլա է, դուք ավելացրեք, կարող եք ավելացնել նաև կարտոֆիլի, ոչ մի տարբերություն կամ համի հետ կապված ինչ-որ փոփոխություն չի լինելու։ Այսպես լավ ավելացնում ենք ու շատ լավ խառնելու ենք։ Այնպես ենք խառնում, որ հավասար տարածվի բոլոր թևիկների վրա օսլան։ Այսպես։ Ինձ մոտ մինչև 9 է, ես 4-ով եմ տապակելու։ Ուրեմն արդեն տապակում ենք ու շուշուտ պիտի փոխենք, երկար ժամանակ չմնա մի կողմի վրա, որպեսզի հավասար գեղեցիկ կարմերի։ Սիրելի հետևորդներ, ես արդեն ավարտեցի ու ստացանք այսպիսի գեղեցիկ համեղ հավի թևիկներ։ Հուսով եմ ձեզ դուր եկավ այս տարբերակը, խնդրում եմ դուք էլ պատրաստեք, որովհետև իրականում շատ համեղ է լինում։ Սիրելիները, շնորհակալ եմ ամեն օրվա, ամեն ժամի համար, շատ շնորհակալ եմ, որ դուք ինձ հետ եք, այսքանով ավարտենք, ցտեսություն, մինչ նոր հանդիպում իմ խոհանոցում։